Փողի գնի ճշգրտման այս տարվա առաջին նիստում Կենտրոնական բանկը 0.5-ով իջեցրեց վերաֆինանսավորման տոկոսադրույքը առաջիկայի համար ֆիքսելով այն 8.75% մակարդակում։ Գլխավոր դրամատան ղեկավար խորհուրդն իր որոշումը հիմնավորում է մի քանի գործոնով։ Գնաճային ճնշումների առումով այս փուլում մեղմվել է թե արցախցի մեր հայրենակիցներին տրամադրվող օգնության, թե Հայաստան եկող տուրիստների ու ռելոկանտների առաջացրած ֆինանսական բումի ազդեցությունը։ Մենք տեսնում ենք, որ արցախցի մեր հայրենակիցների որոշակի մաս, զգալի մաս, ու չասեմ զգալի, այլ որոշակի մաս այսօր արդեն Հայաստանի աշխատուժի շուկայի մաս են կազմում։ Դրան եթե գումարենք նաև այլ երկրներից ժամանած աշխատակիցներին, որոնք որ ներգրաված են Հայաստանի աշխատուժի շուկայում, մենք կարծում ենք, որ հենց այդ երկու ֆենոմենով է պայմանավորված, այդ երկու գործոնով է պայմանավորված աշխատուժի շուկայում որոշակի այդ գերտաքացման երևույթների որոշակի սառեցումը, որը նաև մեզ թույլ տվեց այսօր տոկոսադրույքի վերաբերյալ մեր որոշումը կայացնելիս լինել ավելի համարձակ։ Շատ ավելի խառն են ազդակներն արտաքին շուկաներում։ Մի կողմից մերձավոր արևելքի լարվածության ֆոնին Սուեզի ջրանցքով բեռնափոխադրումները դեպի Եվրոպա դանդաղելու թանկացել են, կարող է գնաճի հանգեցնել։ Մյուսից ապրանքային բորսաներում ֆաուն գնանկում է կանխատեսում։ Պարզվում է, միջազգային շուկաներում շաքարավազն արդեն էժանացել է, ինչը Հնդկաստանում արգելվել է շաքարեղեգից էթանոլ ստանալ։ Մենք առնվազն չենք ակնկալում, որ բարենի գները մոտակա ժամանակներում ունենալու են աճի ուղղությամբ զարգացումներ։ Այս շաքարավազն էր հետաքրքիր, նվազումը կտրուկ է։ Խիստ կարևոր մի փաստի մասին Կենտրոնական բանկն այս տարվանից նոր մոտեցմամբ է վերաֆինանսավորում ճշգրտում։ Ներդրել են EFPAS Mark 2 համակարգն ու նախկինի պես այլևս բազային ու դրա շուրջ այլընտրանքային սցենարներ չեն քննարկելու, այլ համեմատելու են իրենց ֆինանսիստների կանխատեսումներն ու շուկայի սպառողների եւ անկախ տնտեսագետների սպասում գնահատականները։ Բացատրեն կայացրած որոշման տրամաբանությունը։ Այդ երկու սցենարների համադրությունը եւ այդ երկու սցենարների ներկայացումը հենց ձեզ լրագրողներին, շուկայի պրոֆեսիոնալ մասնակիցներին, ակադեմիական աշխարհին, ձեր միջոցով բնականաբար նաև մեր հանրությանը, մեր կարծիքով շատ ավելի մեծ ավելացված արժեք ունի ու շատ ավելի պահանջված մոդել է, քան այն, երբ որ մենք կամ այլ կենտրոնական բանկեր կոմունիկացնում են մեկ սցենար, խորհրդի կողմից նաև որոշում է կայացվել, որ մինիտներ, այսինքն նկարագրությունը հանդիպման լինելու է attributed, այսինքն դուք կարող եք տեսնել անուններ, թե խորհրդի անդամներից ով ինչ տեսակետ է հայտնել հանդիպման ընթացքում։ Մարտին Գալստյանը վստահեցնում է, գլխավոր դրամատոնը փորձելու է ավելի թափանցիկ ու հասանելի լինել, քայլերի հաջորդականություն են մշակել։ Առաջիկայում դրամավարկային քաղաքականության նիստերից մեկ էջանոց փաստաթուղթել են հրապարակելու, որտեղ կնշվի, թե խորհրդի անդամներից ով ինչ կարծիք է հայտնել վերաֆինանսավորման քննարկմանն ու ինչպես հիմնավորել իր կողմ կամ դեմ քվեարկելը։ Հերմինե Բաղդասարյան, Էդմոնդ Հակոբյան, լուրեր։